Ողջույն բոլորին, այսօր վերջապես միասին կգործենք մեր այս սիրուն արջին, որի կամբինեզոնը, շապիկը, ինչպես նաև այս վրայից սրտիկը, արդեն մենք գործել ենք միասին։ Կարող եք արջին գործելուց հետո մտնել նայել շարունակությունը, սրանք թե ինչպես է պետք գործել։ Սկսենք թե ինչ է մեզ անհրաժեշտ այսպիսի արջ գործելու համար։ Նախ ասեմ, որ ես իրեն գործել եմ, այս արջին գործել եմ, այս թելով ինձ պետք է եկել նման արջ գործելու համար 1.5 կծիկ թել։ Այս թելով, որը Yarnart Dolce-ն է, ճիշտն ասած համարը չեմ պահել, որ ձեզ ասեմ, թե որ համարն է, բայց ինքը այսպես շագանակագույն է, չգիտեմ, տեսախցիկով կարծես ավելի մոխրագույնին խփող է երևում, բայց սա բաց շագանակագույնի ու մոխրագույնի խառնուրդ կարծես լինի։ Եվ Yarnart Dolce-ով գործելիս ես օգտագործել եմ 4.5 մմ չափով հելուն, բայց հիմա ես ուզում եմ գործել այս նույն արջը, նույն սխեմայով արջը, այլ թելով, Alize Velluto-ով, որը էլի նմանատիպ թել է, իրենք շատ նման են, հա, այսպես փափուկ թելեր են, չգիտեմ հայերեն ինչպես է կոչվում այս թելերը, նույն բաղադրությամբ թելեր են, պարզապես Velluto-ն կարծես թե մի փոքր ավելի հաստ է, հետևաբար մի քիչ ավելի մեծ է ենթադրում եմ, որ ստացվելու արջը, քան սա է եղել, սա մոտավորապես 35 սանտիմետր է ստացվել, հիմա կտեսնենք, թե այս թելով գործելու դեպքում ինչքան կստացվի, և ես այս թելի համար օգտագործելու եմ 5 մմ չափի հելուն, կարելի է նաև 4.5-ով անել, 4.5-ով էլ վատ չի ստացվի, բայց որոշեցի այս անգամ 5-ով փորձել, և հելունի չափը և թելը այլ է, հետևաբար ավելի մեծ արջ է մեզ մոտ հաստատ ստացվելու, առնվազն մի 5 սանտիմետր ավելի մեծ է լինելու ենթադրում եմ։ Ինչ վերաբերում է հագուստին, այն սխեման, որը որ ձեզ ներկայացրել եմ կամբինեզոնի ու շապիկի, ամեն դեպքում այն արջի վրա էլ կլինի, որը որ հիմա պետք է գործենք, բայց այս արջը գործել վերջացնելուց հետո ես ձեզ կասեմ, հա, եթե գուցե անհրաժեշտություն լինի, ևս կես համար մեծ հելունով գործել հագուստը, որպեսզի ավելի ազատ նստի, ինչքան մեծ հելունով են գործում հագուստը, այնքան ավելի ազատ է նստում խաղալիքի վրա, մի անհանգստացեք, հագուստի համար խնդիր չեմ մեծ հելուն օգտագործելը, այսինքն խաղալիքի դեպքում, եթե չենք կարող թելին ոչ համապատասխան հելուն ընտրել, քանի որ ինչ-որ այսպես անցքեր գուցե առաջանան միջից այդ սինտիպոնը դուրս գա, հագուստի դեպքում նման խնդիր չունենք, հակառակը ավելի սիրուն, ավելի ազատ է նստում, երբ որ մեծ հելունով ենք գործում։ Ենթադրում եմ, որ Alize-ի 2 փաթեթ թել ինձ պետք կգա, 2 կծիկ թել ինձ պետք կգա, ենթադրում եմ, ասում եմ նախորդին պետք է եկել 1.5-ը, տեսնենք ես մեկին ինչքան կհերիքի, ինչքան է կլինի, ամեն դեպքում 2 փաթեթ ունեցեք դուք, համարը ասեմ, եթե Alize Velluto օգտագործեք, համարը 530, 530, այսպիսի բաց մի քիչ տարբերվում է սրա գույնը իմ արջի գույնից, սա ավելի է մոխրագույնի խփում, ոչինչ խնդիր չկա։ Եվ պետք է լինելու մեզ մի փոքր, այս նույն Alize Velluto-ի սպիտակը, շատ քիչ է պետք լինելու այսպիսի դունչիկ գործելու համար, կամ կարող եք, եթե այլ այսպիսի փափուկ թել ունեք, օրինակ սա չեմ գործել ես նույն որակի թելից, սա այլ է, այլ թելով եմ ես գործել, էլի կլինի, այդպիսի փափուկ թել, հա, ոչ թե բամբակյա թել այսպիսի, այսպես փափուկ թել, եթե ունեք, ավելի լավ է, կարող եք ցանկացած այդպիսի փափուկ թել օգտագործել, մեզ շատ քիչ է պետք գալու։ Դե ինչ եկեք սկսենք, քանի որ ամբողջ իրար կպած ենք գործելու, այսինքն ոտքերը, մարմինը ու գլուխը միանգամից ենք գործելու իրար կպած, ոչ թե առանձին, այդ պատճառով եկեք մնացած մասերը գործենք, հետո անցնենք այդ մեծ խոշոր մասին, այսինքն գործենք 2 հատ ձեռքեր, ականջները ու մռութը։ Եկեք սկսենք ձեռքերից։ Ձեռքերը սկսում ենք գործել ամիգուրումի օղակից։ Անում ենք ամիգուրումի օղակ։ Եվ մեջը գործում ենք, օղակի մեջ գործում ենք 6 սյունիկ, 1, 2, 3,
4 5 6 Ձգում ենք օղակը Երկրորդ շարքում գործում ենք 6 ավելացում, այսինքն պետք է ստանանք 12 սյունիկ։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 եւ վերջին սյունիկի մեջ էլի 2 ավելացում 11 12 Ահա, հիմա շարքում ունենք 12 սյունիկ։ Ես տեղադրում եմ արդեն մարկերը, որպեսզի արդեն շարքի սկիզբն ու վերջը ավելի հասկանալի լինի։ Երրորդ շարքում գործելու ենք 1 սյունիկ, 1 ավելացում կրկնելու ենք 6 անգամ։ Պետք է ստանանք 18 սյունիկ։ Ահա, այդտեղ գործում ենք 1 սյունիկ, հաջորդ սյունիկի մեջ գործում ենք ավելացում, այսինքն 2 սյունիկ։ 2 սյունիկ 1 սյունիկի մեջ։ Նորից 1 սյունիկ, հաջորդի մեջ ներկային ավելացում, էլի 1 սյունիկ, էլի ավելացում, 1 սյունիկ, էլի ավելացում, 1 սյունիկ, ավելացում և վերջին անգամ 1 սյունիկ ու ավելացում։ Չորրորդ և հինգերորդ շարքերը պարզապես գործում ենք 18 սյունիկ, յուրաքանչյուր շարքում, այսինքն 2 շարք ուղղակի գործում ենք 18 սյունիկ։ Գործեմ այդ 2 շարքը, վերադառնամ դուք էլ գործեք ու վերադարձեք շարունակ։ Գործեցի ես 4-րդ և 5-րդ շարքերը, այժմ 6-րդ շարքում գործելու ենք արդեն նվազեցումներ։ Գործելու ենք 3 նվազեցում իրար հետևից ու 12 սյունիկ մինչև վերջ։ Իդեպ այստեղ կարող եք նույնիսկ այս թելի պարագայում չանել են անտեսանելի նվազեցումները, որովհետև նույնիսկ ուղղակի սյունիկ բաց թողնելով ոչինչ չի երևալու, կարող եք այդպես անել նվազեցումները։ Ես հիմա առաջինը արեցի, առաջին նվազեցումը արեցի անտեսանելի նվազեցումների տարբերակով, 1 նվազեցում արդեն արեցի, երկրորդը ուղղակի սյունիկ եմ բաց թողնելու։ Որտեվ այդպես այս թելի դեպքում հանգիստ կարող եք այդպես անել, որտեվ չի երևում բացարձակ։ Այս սյունիկը բաց եմ թողնում, այստեղից գործում եմ։ Հանգիստ այս թելի դեպքում կարող եք դա անել, որտեղ տեսեք բացարձակ ոչինչ չի երևում։ Սա մեր երկրորդ նվազեցումն էր, երրորդն էլ էլի նույն կերպ, այս մի սյունիկը բաց եմ թողնում, չեմ գործում։ Հաջորդը նոր գործում ենք, տեսեք, այս մեկը բաց ենք թողնում, հաջորդը գործում ենք։ Իդեպ այս թելի դեպքում մի քիչ դժվար են երևում սյունիկները, իհարկե տարբերվում են, երևում են ինչ-որ չափով, բայց այնպես չի երևում, ինչպես օրինակ այսպիսի բամբակյա թելերի դեպքում է երևում, հա։ Դրա համար եթե սկսնակ եք, նոր եք սկսել գործել, խորհուրդ չեմ տա, որ ձեր հենց առաջին գործը կամ առաջին գործերից մեկը նման թելով անեք։ Սկսեք գործել այսպիսի բամբակյա կամ կիսով չափ բամբակ, կիսով չափ ակրիլ, նմանատիպ բաղադրությամբ թելերով։ 3 պակասեցում արեցինք և մինչև շարքի վերջ մնացել է մեզ 12 սյունիկ, այս 12 սյունիկը պարզապես գործում ենք։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 և 11 ու 12։ Սա մեր 6-րդ շարքն էր, 7-րդ շարքում նույնպես անելու ենք նվազեցում։
անելու ենք 2 նվազեցում, իրար հետևից էլի, և 11 սյունիկ, շարքում պետք է ստանանք 13 սյունիկ, էլի 2 նվազեցում ենք անում, էլի նույն տեխնիկայով եմ անելու, պարզապես 1 սյունիկ բաց եմ թողնելու, հաջորդ սյունիկը գործեմ, այսպես, նույնը էլի հաջորդ, էլի ես 1 սյունիկը բաց եմ թողնում, մյուսը գործեմ, այսպես, և այստեղ մնացել է 11 սյունիկ, գործում ենք պարզապես 11 սյունիկ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, և այստեղ 11, սա մեր 7-րդ շարքն է, 7-րդ շարքը նույնպես ավարտեցինք, ուզում եմ մի հատ համեմատենք, հա, տարբերությունը, այս երկու արջերի ձեռքերի, միանշանակ այս թելով ու այս հելունով շատ ավելի մեծ է ստացվում, բնականաբար, արդեն իսկ կես միլիմետր հելունը, հելունի փոփոխությունը ահագին բան է փոխում, եթե նույնիսկ նույն թելով գործեինք, այս դեպքում ահագին տարբեր է լինում, քանի որ թելն էլ է համեմատաբար ավելի հաստ այս դեպքում։ 7-րդ շարքը գործեցինք, 8-ից մինչև 16-րդ շարքը ներառյալ, այսինքն 9 շարք գործելու ենք առանց փոփոխության յուրաքանչյուր շարքում 13 սյունիկ, 13 սյունիկ։ Ուղղակի 9 շարք գործենք 13 սյունիկ յուրաքանչյուր շարքում 8-ից մինչև 16, ու վերադառնանք։ Գործեցի ես 16 շարքը, մինչև 16-րդ շարքը ներառյալ։ Հիմա լցնում ենք մեր արջի ձեռքը, բայց լցնելու ենք միայն այս ներքևի հատվածը, հա, այս վերևի հատվածը լցնել պետք չի։ Լցնում ենք սենցի բանով, կամ նրանով ինչով որ դուք եք լցնում։ Ներքևի հատվածը լավ այսպես պլոտնի լցնում ենք, վերևի հատվածը ազատ ենք թողնում։ Այսպես եզրերը իրար ենք ծալում միացնում, այսպես, և երկու կողմերի սյունիկները իրար միացնելով պարզապես գործում ենք անթեր սյունիկներ սովորական, վերցնում ենք այստեղից մի սյունիկ ու վերցնում ենք հելունի վրա դիմացի շարքից մի սյունիկ ու գործում ենք իրար հետ ուղղակի, այստեղ կարող ենք հանել, այսպես, 1, 6 հատ սյունիկ պետք է որ ստացվի, 2, նորից այստեղից մի սյունիկ ենք վերցնում, դիմացից մի սյունիկ, 3, էլի, այստեղից մի սյունիկ, դիմացից մեկ սյունիկ, 4, այստեղ էլ, 5, և այս ծայրինը, մեր 6-րդ սյունիկը կլինի, այսպես հենց։ Վերջ այսքանը, անում ենք օդային օղակ, կտրում ենք թելը, կարճ, այս պետք չի լինելու, թաքցնելու ենք այս թելը հեսի հիմա, թաքցնում ենք թելը գործվածքի մեջ, հենց այսպես։ Եվ նույնությամբ գործում եք նաև երկրորդ ձեռքը, ամբողջությամբ նույնությամբ։ Մի անգամ էլ ձեզ հիշեցնեմ, որ եթե գործելու եք եռնարդ ջինս, այս թելով, եռնարդ կներեք դոլչե թելով, որ այսպիսին է, և գործելու եք 4,5 միլիմետր հելունով, ապա կամբինեզոնի ու շապիկի սխեմայի հետ ամեն ինչ նորմալ է։ Կարող եք հենց այնպես, ինչպես որ ներկայացրել է, այդպես գործել, կամբինեզոնը ու շապիկը։ Քանի որ այդ սխեման ես մշակել եմ հենց այն արջի չափերով, որը որ գործել եմ այս թելով ու այս հելունով։ Բայց եթե դուք էլ իմ նման փոխել եք թելը և այս մի արջը գործում եք
օրինակ Alizé Velluto-ով, որով հիմա ես գործում եմ, ու հելունի չափն էլ 5 մմ է։ Ուրեմն, այն սխեման, որը ներկայացրել եմ կամբինեզոնի ու շապիկի համար նախորդ վիդեոդասերի ընթացքում, կամ պետք է 5 մմ ավելի մեծ հելունով գործեք, բայց ամեն դեպքում այդպես էլ ինձ թվում է գուցե մի քիչ էլի փոքր ստացվի, շատ կիպ ստացվի, հա, հագուստը արջի համար։ Կամ պետք է ուղղակի մի քիչ ավելի մեծացնել սխեման։ Շատ հեշտ է մեծացնելու process-ը, ընդհանրապես այս ոտքերի շղթան, երբ որ հավաքում ենք, օրինակ այս դեպքում եթե արել ենք 44 սյունիկ, կարող եք օրինակ 50 սյունիկ անել կամ 48 սյունիկ անել յուրաքանչյուրի օղակ, հա, օդային օղակներից բաղկացած շղթա անել։ Հետո ըստ դրա էլ արդեն կմծանա մեր կամբինեզոնը։ Նույնն էլ շապիկի դեպքում է, էլի օդային օղակներից բաղկացած շղթայով ենք, չէ՞, սկսել այստեղից վզից սկսել ենք գործել, դա էլ ինչքան որ արել ենք, մի 5-6 օղակ ավելի կարող եք անել։ Տեսեք, քանի որ ձեռքը բավականին տարբերություն է լինում։ Շատ չի, չէ, այդքան է շատ չի, լավ տարբերություն է, ժողովուրդ։ Ինձ թվում է ամեն դեպքում նորմալ է։ Չէ, լավ, վերջում մի հատ նորից կնայենք։ Ձեռքերը թաթերը գործեցինք արդեն, 2 հատ նմանատիպ պետք է գործեք։ Հիմա անցնում ենք արդեն ականջներին։ Ականջների դեպքում եւս էլի գործելու ենք 2 հատ նույնությամբ նույն դետալից։ Էլի սկսում ենք ամիգուրումի օղակից։ Անում ենք ամիգուրումի օղակ 6 սյունիկ ամիգուրումի օղակի մեջ։ 1 2 3 4 5 եւ 6 ձգում ենք օղակը։ Երկրորդ շարքում գործելու ենք 6 ավելացում, այսինքն յուրաքանչյուր սյունիկի մեջ 2-ական սյունիկ գործում ենք ավելացումները մեր։ 1 հաջորդ սյունիկը նույն սյունիկի մեջ 2, սա մեկ ավելացում։ Հաջորդը 3 4 հաջորդ ավելացումը 5 6 հաջորդ ավելացումը 7 8 հաջորդ ավելացումը 9 10 եւ վերջին ավելացումը 11 12 Երրորդ շարքում գործելու ենք 1 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 18 սյունիկ։ 1 սյունիկ, հաջորդի մեջ ավելացում 1, 2, նորից հաջորդը 1 սյունիկ, հաջորդի մեջ ավելացում 1, 2, նորից 1 սյունիկ, ավելացում 1, 2, 1 սյունիկ, էլի, ավելացում, նորից 1 սյունիկ, մյուսի մեջ ավելացում և վերջին անգամ, վերջին 6-րդ անգամը, սա էլ հետնում գործում, 1 սյունիկ և ավելացում, ահա, ունենք 18 սյունիկ շարքում և 2 շարք, 4-րդ ու 5-րդ շարքերը պարզապես գործելու ենք 18 սյունիկ։ Եկեք գործեմ կադրից դուրս, բացատրելու ինչ-որ բան չկա, պարզապես 2 շարք առանց փոփոխության գործում ենք 18 սյունիկ։ Գործեցի 2 շարք, հիմա կրկին, ինչպես արեցինք ձեռքերի դեպքում, էլի այսպես ծալում ենք այսպես ականջը։ Եվ այս երկու կողմերը իրար հետ սյունիկներ գործելով միացնում ենք իրար։ Լցնել պետք չի ականջը, կարիք չկա լցնելու բնականաբար, և պետք է ստացվի 9 սյունիկ։ Մեկ, երկու, երեք, չորս, 5, 6, 7,
8 եւ այս վերջինը 9 օթային օղակ ենք անում կտրում ենք բայց թողնում ենք մի փոքր երկար թել որպեսզի կարենք մեր արջի ականջը գլխին մի քիչ երկար թողնում ենք Իդեպ մեծ ասեղներ են հարկավոր, հա, այսպիսի թելով կարելու համար, որպեսզի այսպիսի թելով կարեք դետալների իրար։ Եթե չունեք մեծ ասեղ, փոքր ասեղով ոչ մի կերպ չեք կարողանալու անել, ինչքան էլ որ մեծ լինի իր գլխիկը։ Հետևաբար, եթե չունեք մեծ ասեղ, այսպիսի թել կարող եք չթողնել եւ ուղղակի, չգիտեմ, սովորական թելով փորձեք կարել դետալների իրար, այնպես փորձեք կարել, որ չերևա։ Նույն կերպ նաև գործելու եք երկրորդ ականջը։ Իսկ մենք անցնենք արդեն դունչիկը գործելուն, որը գործելու ենք սպիտակ թելով։ Սպիտակի համարը, եթե հետաքրքիր է, Ալիզա Վելուտոյի 55 համարն է։ Ինձ մոտ իմ դեպքում, բայց ինչպես նշեցի, ցանկացած նմանատիպ բաղադրության սպիտակ թել կարող եք օգտագործել։ Եվ դունչը նույնպես սկսում ենք ամիգուրումի օղակից։ Անում ենք ամիգուրումի օղակ, տեսնում եք, չէ, ամիգուրումի օղակը կամ կախարդական օղակը ինչքան պետքական բան է։ Գրեթե բոլոր խաղալիքները, գրեթե չէ, բոլոր խաղալիքների հիմքը ամիգուրումի օղակն է։ Եվ 6 սյունիկ ենք մեջ անում։ 1 2 3 4 քիչ 5 եւ 6 Ձգում ենք, լավ մինչև վերջ ձգում ենք, բայց զգուշ ենք վարվում այս թելերի հետ, որտեղ շուտ պոկվում են, շատ ֆանատիզմով էլ չենք ձգվում։ Երկրորդ շարքում գործում ենք 6 ավելացում, այսինքն երկուական սյունիկ յուրաքանչյուր սյունիկի մեջ։ 1 2 հաջորդ սյունիկի մեջ հաջորդ ավելացում էլի 1 2 հետո նորից 1 2 մյուս չորրորդ ավելացումը 1 2 հինգերորդ ավելացումը 1 2 եւ վերջին 6-րդ ավելացումը 1 2 շարքում ունենք 12 սյունիկ այստեղ հաջորդ շարքում անելու ենք ելի 6 ավելացում գործելու ենք 1 սյունիկ 1 ավելացում կրկնելու ենք 6 անգամ ստանալու ենք 18 սյունիկ 1 սյունիկ հաջորդի մեջ ավելացում երկրորդ անգամ 1 սյունիկ մյուսի մեջ ավելացում երրորդ անգամ 1 սյունիկ մյուսի մեջ ավելացում չորրորդ անգամ 1 սյունիկ հաջորդի մեջ ավելացում հինգերորդ անգամ 1 սյունիկ հաջորդի մեջ ավելացում եւ վերջին 6-րդ անգամ 1 սյունիկ վերջին սյունիկի մեջ ավելացում 1 2 ահա ունենք 18 սյունիկ 4 շարքում գործելու ենք ելի 6 ավելացում ենք անելու 2 սյունիկ 2 սյունիկ 1 ավելացում կրկնելու ենք 6 անգամ պետք է ստանանք 24 սյունիկ առաջին անգամ 1 2 հաջորդի մեջ ավելացում նորից 1 2 հաջորդի մեջ ավելացում նորից 1 2 հաջորդի մեջ ավելացում 1 2 մյուս սյունիկի մեջ ավելացում նորից 1 2 ավելացում եւ վերջին անգամ 1 2 եւ մեր այս վերջին սյունիկի մեջ ավելացում շարքում ունենք 24 սյունիկ վերջին 5-րդ շարքում պարզապես շրջանաձև գործում ենք 24 սյունիկ 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 եւ 24 ահա վերջ անում ենք միացնող սյունիկ օդային օղակ ու էլի կտրում ենք թելը, էլի թողնում ենք մի փոքր երկար թել, որպեսզի կարողանանք կարել։ Ահա, այսպիսի դետալ ստացանք մռութիկի համար, դունչիկի համար։ Ահա, մեր այս դետալները պատրաստ են, այս մասում այսքանը, հաջորդ մասում արդեն ձեզ կներկայացնեմ մեր արջի ոտքերը, մարմինը եւ գլուխը, որը գործվելու է ամբողջը իրար հետ։ Կհանդիպենք հաջորդ մասում։